Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունն այսօրվանից բազավորվում է Հայաստանում, Զվարթնոց օդանավակայանում տեղակայելով Airbus A321 Neo 2 օդանավ։ Սա աշխարհում Wizz Air-ի 34-րդ բազան է, տարածաշրջանում երկրորդը վրացական Քութայիսից հետո։ Բացի այդ, Wizz Air-ը երեկվանից Գյումրիից չվերթներ է սկսել դեպի Լառնակա, շաբաթական 2 անգամ։ Արդյոք ընկերությունը պատրաստվում է Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում բազա բացել։ Wizz Air-ը հենց այսօր սկսեց բազավորվել Երևանում, Զվարթնոց օդանավակայանում տեղակայելով 2 օդանավ։ Տեսնենք, թե պահանջարկն ինչպիսին կլինի։ Ես անձնապես լավատես եմ, որ մենք կընդլայնենք բազան։ Լրացուցիչ բազա կստեղծենք, թե ոչ Հայաստանում, դա ավելի ապագայի հարց է։ Մենք ապագայում ավելի կկենտրոնանանք Երևանի վրա։ Էկոնոմիկայի նախարարն էլ է լավատես, Պապոյանը համոզված է, Wizz Air-ի միջոցով նաև զբոսաշրջությունը կզարգանա Հայաստանում։ Ավիաընկերությունն անցած 5 տարիներին ավելի քան 2.5 միլիոն ուղևոր է փոխադրել Երևանից ու այլ երկրներից դեպի Հայաստան։ Նախատեսում են ուղևորների թիվը տարեկան ավելի քան 1 միլիոնի հասցնել։ Սա շատ կարևոր քայլ է մեր քաղաքացիներին մոտեցնել աշխարհին եւ մյուս կողմից աշխարհին մոտեցնել Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ եթե մենք ուզում ենք ունենալ զբոսաշրջիկ, առաջին հերթին այդ զբոսաշրջիկը պետք է հնարավորինս հեշտ, հնարավորինս մատչելի եւ հնարավորինս արագ հասնի Հայաստան։ Պապոյանը նաև կասկած չունի զբոսաշրջության աճին նպաստելու է կառավարության ամիսներ առաջ ընդունած որոշումը։ Պետությունը Հայաստանում բազավորված ավիաընկերություններին Երևանից բացվող ամեն նոր ուղղության դեպքում յուրաքանչյուր ուղևորի համար տրամադրում է 20,000 դրամ, իսկ Գյումրիից 15,000 դրամ փոխհատուցում։ Այս որոշումը ի դեպ ըստ Պապոյանի տարեկան 3 միլիարդ դրամ կարժենա բյուջեի վրա։ Դա ոչինչ է այն օգուտների նկատմամբ, որոնք որ մենք ակնկալում ենք ստանալ, որոնք որ հարյուրապատիկ ավելին պետք է լինեն, տասնապատիկ ավելին պետք է լինեն։ Նախարարն այսօր պնդեց, թե այս արտոնության պատճառով մյուս ավիաընկերությունների համար անհավասար պայմաններ չեն ստեղծվում։ Մինչդեռ ամիսներ առաջ Flyone-ն ու Շիրակ ավիան համատեղ հայտարարությամբ դժգոհել էին կառավարության որոշումից, պնդելով, թե դրա հետևանքով մրցակցային առանց այն էլ անհավասար պայմանները ավելի են խորանում։ Գնալով էլ ավելի մրցակցության պայմանները կսրանան ու տեղական ավիափոխադրողի գոյությունը կվտանգվի։ Շիրակ ավիան մյուս տեղական ավիաընկերությունների հետ արդեն 5 տարի է զրկված է Եվրոպա չվերթներ իրականացնելու հնարավորությունից Եվրամիության ավիացիոն սև ցուցակի պատճառով։ Մոլդովական գրանցում ունեցող օդանավերով չվերթներ իրականացնող Flyone Armenian էլ չի կարողանում օգտվել արտոնությունից, քանի որ ընկերության կողմից վաճառվող տոմսերը հիմնականում ենթադրում են տարանցում, առանց սահմանը հատելու ճամփորդություն։ Ստացվում է իրավիճակից օգտվում է հենց Wizz Air-ը, որի թռիչքները տրանզիտ չեն, բայց ուղևորներից շատերը ավիաընկերությունից օգտվում են դեպի այլ երկրներ ճամփորդությունները շարունակելու համար։ Օրինակ Wizz Air-ի ուղևորները կարող են գալ Զվարթնոց, հատել Հայաստանի սահմանը, հետո ճամփորդությունը շարունակելու համար թեկուզ մի քանի րոպե անց նորից մտնել օդանավակայան։ Այս դեպքում բյուջեից փոխհատուցում է տրամադրվում բոլոր ուղևորների համար, չնայած նրանցից ոչ բոլորն են Երևանում մնում։ Կոնկրետ այդ միջոցները պետք է ուղղվեն մի ուղղությամբ, որի նպատակին չեն ծառայելու, այսինքն որոշման հիմքում դրված է այն հիմնավորումը, որ տվյալ զբոսաշրջիկը պայմանական 2 կամ 3 օր գտնվելու է ՀՀ տարածքում եւ իր ազդեցությունն ունենալու տնտեսության զարգացման գործընթացի։ Իդեպ չնայած տարիներ ձգվող արգելքին, էկոնոմիկայի նախարարն այսօր հույս հայտնեց, որ Հայաստանը դուրս կգա Եվրամիության ավիացիոն սև ցուցակից։ Այդ հույսը սակայն իրականություն չի դառնում արդեն 5 տարի։ Հուսով եմ, որ այս տարվա մինչև վերջ այնուամենայնիվ մենք դուրս կգանք այդ ցանկից։ Եվրոպացի մասնագետները դեռ 2020-ին արձանագրել էին Հայաստանի քաղաքավիացիայի կոմիտեն չի համապատասխանում միջազգային նվազագույն չափորոշիչներին։ Անցած 5 տարիներին իշխանությունները ԵՄ ավիացիոն սև ցուցակից դուրս գալու բազմաթիվ խոստումներ են տվել, ժամկետներ նշել։ Վերջերս էլ տարածքային կառավարման նախարարը ցանկից դուրս գալու հնարավոր նոր ժամկետ նշեց նոյեմբեր ամիսը։